զեղծարարները օրինակ իրանք լավ գիտեն դա ու ավակ սերունդին թիրախավորում են յուրահատուկ ձևերով հասկանալով որ իրանք գլուխ չեն հանում ինչ որ թեմաներից օրինակ այն շատ տարածված է էլի մի անգամ պատմեմ որ մարդիկ լսեն հարցնելու է իհարկե բայց հենց ավակ սերունդին թիրախավորող բանն է որ զանգում են ասում են մենք ձեր 5G-ին պետք է հեսա միացնենք օրինակ այսինչ օպերատորից ենք տարբեր օպերատորների անունից են զանգում ինչ որ բաներ են տալիս հրահանգներ այս մարդը սկսում է ասել չեմ հասկանում եւ այլն այսինքն ամբողջ բանը հենց դրա վրա է որ դու մեծ ես դու չգիտես դու չես հասկանում դրանից հետո ասում են լավ ես հիմա քեզ կօգնեմ հիմա WhatsApp-ով կզանգեմ դու քո էկրանը share արա մարդ ասում է ինչ լավ է ոնց որ իր մոտ թեթևանում է քարը ոնց որ փեշից տապում բայց իրականում հենց դրա վրա էլ բան են արում ու արդեն մարդուն սկսում են այստեղ ֆայլ են ուղարկում վիրուսով եւ այլն ու սկսում է թալանը բայց ամբողջ բանը հենց դրա վրա է որ ավակսերը գլուխ չի հանում ու այս ջահելն էլ ոնց որ որպես համարյա թորան պես պայմանական թող հա փորձում է օգնել ու այդ զանգերը տևում են 30-40 րոպե ու այդ մարդն էլ մի բան էլ ուրախանում է այս վերջերս դեպքեր որ կինը հələ մի հատ էլ ամուսնու հեռախոսներ վերցել է տեղել էր այդ նույն բանը քաշել եւ այլն հենց որ այդ խնդիրը հայտնի է ու դրանից օգտվում են նաեւ զեղծարարները Եվ օգտվելով ձեր ասած իմ մյուս ուղությամբ, որ բոլորս ես գիտենք, տարեստային թիրախավորել մի տարբերակ արդեն ասացիք, մի տեղն էլ խոցելի, որ գիտեն, որ թորը հիվանդանոցում է, այդ կար, չէ, որ հենց թորը, որ հենց հարազատի ինչ որ իրավիճակի պատճառով են։ Այդ մեխանիզմը էլ ասեք, որ ուշադիր լինենք, որովհետեւ ձեր թորին մի բան է եղել, հա, չի եղել, ամեն դեպքում ոնց ստուգեն, մարդիկ ոնց այդ սցենարից դուրս գան։ Տեսեք, այս առաջինը ասեմ, որ այս պայն սցենարը չի աշխատում, բայց դա չի նշանակում, որ իրանք չեն վերադառնա։ Մոդիֆիկացնել։ Հա, կփոխեն, երևում է ինչ որ փորձը բան են անում, փորձում են անալիզի ենթարկել։ Այն ինչ որ գիտենք, սենց էր արվում, զանգում էին դենց հիստերիկ ձայնով, բատատի, հա, ընդ որում իրանք զանգում են քաղաքային հեռախոսի վրա, որովհետև տենց շանսը, որ տան մեծ հասակը կվերցնի, մեծանում էր։ Որտեվ բջջայինի վրա զանգես, չգիտես որ կվեկալի այդ պահին, էլ հեռախոսը մեկի անունով է գրանցած, երեխեն վեկալի եւ այլն։ Ու սկսվում էր այնտեղ երկու ճյուղավորում էր։ Մի սցենարով ասում էր, որ մարդ եմ խփել մեքենայով, շտաբ փող ուղարկի, որ կաշառեն ոստիկանին, ինձ չնստացնեն 7 տարի։ Հա, թորանը։ Մյուսով ասում էր, որ հիվանդանոց եմ ընկել, էլի վթար է եղել։ Բայց թորներ խոսողը ըստ։ Հա, թորներ։ Ձայնը նմանեցրած։ Իրականում նենց հիստերիկ վիճակում էր զանգում, որ չէր էլ հասկանում մարդ այդ ինքնատիպը։ Կենտրոնանալով բովանդակության իրավիճակի վրա։ Բովանդակության պլյուս այդ տագնապը մարդու մոտ բաներ անում կտրուկ։ Ու հետո արդեն փող էր ուզում, հետո գալիս էր առաքիչը, որը բնականաբար բացարձակ կապ չունի, իրան էլ են խափում։ Առաքիչը գալիս էր, ասում էր հետնել իմ խալատը բանը դիջ, որ ծածկվի փողը, էլի։ Ու այդ բանով, ճամպրուկով գնում էր, տալիս էր ինչ որ 1/3 էին, որ էլի խափված ինչ ուրիշ սխեմայով խափված մարդեր, այդ փողը տենց տանում կորցնում են։ Այստեղ այս ժուլիկները շատ խորացած էին շատերը։ Տեսեք, օրինակ մարդ զգում էր ինչ որ դեպքեր, մարդ կար, որ ընկնում էր ինչ որ ստրեսային վիճակի մեջ ու ինչքան փող կար միանգամից։ Հա, բայց մարդ կար զանգում էր, բայց ինչ են անում սրանք։ Սրանք սկսում էին թորանը նախորոք զանգել ու հեռախոսը ծանրաբեռնում էին, որ սա զանգում էր, հեռախոս չէր պատասխանում։ Կամ զբաղված էր ցույց։ Դե ասեմ զբաղված էլի, հա։ Այստեղ իհարկե ոնց հասկանաս տենց է տենց չի, այդ հետ զանգելը մեկ-մեկ օգնում է, մեկ-մեկ չի օգնում, բայց առնվազն միշտ պետք է հասկանալ, որ եթե ձեզ նույնիսկ ծանոթ մարդ է, որում այստեղ ուզում եմ ասել, որ առաջ դա ռուսերեն էր արվում, հիմա կարող է հայերեն ձայնել նմանեցրած, ձայնել կլոնավորեն լրիվ թորան ձայնը լինի, բայց եթե ձեզ միանգամից գցում են ստրեսային վիճակի, դա արդեն սիգնալ է, որ
Մի բան այն չի, որտեղ թորը այդպես չէր, ասի սովորաբար մարդիկ իրար խնայում են, չեն ասում տատին ուշ իմանա, կամ տատին ընդհանրապես չիմանա։ Հետո անընդհատ հիստերիկ վիճակը, դա էլ ինչ որ մի քիչ տարօրինակ։ Չնայած իրական կյանքում էլ ինչ որ 1000-ից մեկ կարող է այդպես լինել, բայց առնվազն մի անգամից տրվել զգացմունքների պետք չի հեշտ է ասել իհարկե դե թորը զանգել է այտենց չընկնես այդ վիճակի մեջ ոստիկանին կաշառեմ հա բայց պետք է հասկանալ որ եթե ձեզ գցում են ստրեսային վիճակի մեջ պլյուս ասում են շատ շտապ է եթե հիմա էս կապ չունի բոլոր սխեմաները մենակ էս մեկում չէ եթե ձեզ ասում են եթե հենց հիմա չանես վերջ խրտ ուրեմն հաստատ նորմալ բան չէ Հրաշալի է։ Շնորհակալ եմ, այս մոդելներն էլ տվեցինք, մեզ լսեցին մարդիկ, հասկացան, որ 21-րդ դարում պիտի չհանձնվեն, պիտի անցնեն ճանապարհը, սովորեն նաև արհեստական բանականության գործիքներից օգտվել եւ օգտագործել իշահ իրենց։ Հուսանք, որ կարելի ասել պիլոտային այս նախաձեռնությունը հաջողություն կունենա եւ իմ առաջարկն էլ քննարկենք հնարավոր է որ կգտնենք ինչ որ մեխանիզմ որպեսզի մարդկանց օգտակար լինի շնորհակալություն ձեր գործերի հաջողություն եմ մաղթում ձերն էլ գիտեք այսօրվա քաղաքակրթության խնդիրներից մեկը այն է որ ինչ որ տարիքային խումբ է գործատուներին միշտ հետաքրքրում հետո մարդիկ սկսում են դուրս ընկնել հատկապես Հայաստանում կարծում եմ դա շատ արդիական խնդիր է ոնց որ հակառակ բևեռից միշտ կա որ աշխատանքային փորձ են պահանջում, բայց մյուս կողմից միշտ խոսքը գնում է այտենց միջին տարիքի երիտասարդների մասին։ Եվ մենք էլ այտենց տարբեր տրեյնինգներ ենք անում, տարբեր ուղղվածության ու նկատեցինք, որ միշտ թիրախը էլի միջին տարիքն է։ Ու մեծերը դուրս են մնում։ Իրականում մտահղացումը շատ տարօրինակ կողմից եկավ։ Մեր արդի ոնց որ ղեկավարներից մեկի տատիկը սկսեց Instagram վարել եւ անսպասելիորեն շատ հետևորդներ սկսեց հավաքել։ Նենց արագությամբ, որ շատ երիտասարդներ կերազեն այսօր։ Իդեպ առիթ օգտվում եմ ասեմ, որ անպայման ինձ այդ տատիկի տեղն ասեք, որ ես են հյուր կանչեմ։ Անպայման, հա, որովհետեւ ես ձեզ ասեմ, որ շատ երիտասարդ ինֆլուենսերներ երևի գիշերներով բարձը կրծում են եւ լաց են լինում, որ տեսնում են տատիկի արագությունը ոնց է ինքը հավաքում լսարան, ինչ լավ տենց բլոգ է ստացվում իր մոտ եւ այլն։ Եվ մենք էլ սկսեցինք հասկանալ, որ շատ անտեսված տարիք է։ Ինչու ոչ։ Հա, միշտ խոսում ենք սերունդ, բայց ավակ սերունդը փաստացի դուրս է անգլում այս ամեն ինչից եւ մյուս կողմից կան այդ կարծրատիպերը հենց ավակ սերունդի մոտ, որ իմ տարիքում էլ ինչ սովորել, հա, ես արդեն էլ խելքս են չի եւ այլն, դրա համար որոշեցինք հենց արհեստական բանականության կուրս անել, հենց ավակ սերունդին 60+ մարդկանց համար, ես էլ եմ արդեն հենա այդ հավաք։ Հիմա մոտիվացիաներից կխոսենք, այո։ Եվ կազմել այնպեսի մի կուրս, որ մարդիկ ոչ թե ինչ որ ծրագրավորումով զբաղվեն կամ ինչ որ փախած բաներով զբաղվեն, այլ հենց իրենց առօրյան ոնց է արհեստական բանականությունը կարողանա շատ հեշտացնել։ Ու տենց այդ տեսանկյունից գծեցինք։ Հիմա տեսնենք։ Կուրսը կազմեցիք, հա, գիտելիքներ։ Կուրսը կազմեցինք, առաջին հանդիպումը, առաջին մի ոնց որ դասընթացը արեցինք, ոնց որ թե ված չեղավ, հա։